եք երկրում կատարվող իրադարձություններին եւ կալանավորում են, հա, շարժման մասնակիցներին, ինչ եք կարծում, սա ինչի մասին է խոսում, միգուցե իշխանության վախերի։ Անպայման վախերի, վախում է, դրա համար է սա անում, բոլորին բռնում է, բայց այդ ոնց կլինի, պետք է բոլորս դուրս գանք, ախր սես չի լինի, ինչ անենք, լավ ոնց անենք, ես չգիտեմ, չեմ հասկանում, ես մենակ գիտեմ, որ այս կալանը պետք է դուրս գա, վերջ, փոքրից մեծ պետք է դուրս գան, ես չգիտեմ, ես երկիր չեղավ ես, պատուհասը որտեղից եկավ, Իսկ ինչ վտանգներ եք տեսնում, միգուցե հաջորդը կատողիկոս։ Ծանոմա, որ երևի տա, բոլորին փակում են, որ իր համար հանգիստ ինչ որ պետք է տա, նոր ինքը իր համար իր լավը զգա։ Ես այդպես եմ կարծում, չգիտեմ։ Սենց բան մեր մոտ չի եղել։ Թողել չասեն Քոչարյան, ասեն էս։ Համենայնդեպս մենք լավ ենք ապրել իր օրով։ Ես այդպես գիտեմ։ Այս հասակի եմ, ես վատ չեմ տեսել։ Այն ինչ որ նա է արել, կրկնակի սա է արել։ Սա լրիվ բանը շոու է էսի, որ մարդկանց ցրի, որ չմտածեն, իրանց հերթական ընտրություններն է, իրենք կործանման են գնում, ամեն ձեռքերը ամենտեղ հասցնում են, որ ժողովրդին խեղաթյուրեն Աշճան։ Իսկ ինչ վտանգներ եք տեսնում, ինչ եք կարծում, հնարավոր է մի օր էլ կաթողիկոսին ձերբակալեն։ Ամեն ինչ այս սրանից անունը չեմ ուզում տամ։ Բան սպասվում է, ցավը տանեմ, ամեն ինչ սպասվում է սրանից։ Ես ինքս դինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ ու այդ ավանաբանության կողմնակից եւ ինքս ամեն կիրակի փորձում մասնակցել պատարագներին ու տեսնելով այս իրավիճակը ինչ որ կատարվում է, դա իմ կողմից նախ անընդունելի է ու պատճառը իրանց մեջ ինձ թվում է գիտեն ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ հետևորդ հայ առաքելական եկեղեցու սա ինձ համար լրիվ անընդունելի է չգիտեմ իրանց վախերն է իրանց մեղքերն է աստված իրանց հետ բայց մենք մեր եկեղեցու կողքին ենք մեր Տիրոջ կողքին ենք մենք մեր հստակ գիտենք մեր առաքելությունը անելու եւ անում ենք ու չեն խառնում քաղաքականությանը вообще ու չեն էլ հետաքրում պրինցիպի իրակի չեն մտածում մենք մեր գործը լավ ենք անում մենք մեր հավատքին տեր ենք կանգնում ու վստահ եմ որ ամեն ինչ լավ է լինելու հենց այս դեպքում ու բոլորս պետք է տենց մտածենք էլ ինձ Իսկ ինչ վտանգներ եք տեսնում, հնարավոր է ձեզ մի օր էլ կաթողիկոսին ձերբակալեն։ Այս երկրում ամեն ինչ հնարավոր է, բայց ինձ թվում է դրան չի հասնի։ Իշխանությունը վախենում է իր դուրս գալուց, էլի։ Վախենում է, որ իշխանությունից կզրկվեն։ Բայց ինչ է կատարում, չգիտեմ ճիշտն ասած։ Իսկ ինչ վտանգներ եք տեսնում, միգուցե հաջորդն էլ կաթողիկոսին կալանավորեն։ Վտանգներ առայժմ չկա, չեմ տենում։ Հետևում եք երկրում կատարվող իրադարձություններին եւ ձերբակալում են շարժման անդամներին։ Ինչ եք կարծում, ինչի մասին է սա խոսում, միգուցե իշխանության վախերն են։ Չէ, իշխանությունը նորմալ աշխատում է այն կարծիքով։ Թող մտածեն են մարդիկ, ովքեր չարագործություն են կատարում։ Իսկ ինչ եք կարծում, ինչ վտանգ կարող է լինել, հա, հնարավոր է հաջորդը կաթողիկոսին օրինակ կալանավորել։ Շատ հնարավոր է։ Ու եթե ինքը կատարել է ինչ-որ վատ բաներ, թող եւ նրան էլ կալանավորեն։ 93 թվին հաղթանակած երկիրը դատարկեցին Քորլևոնը եւ մնացածները նույն ուժերը եկել են իշխանության երկիրը կործանելու որ այստեղից էլի մարդիկ թողան այդտեղ Մեր երկրում խաոս է տևում որ ժողովուրդն էլ է մոլորված չեն հասկանում սպիտակն արդեն սևը սաղ իրար խառնել է ոչ մի բան անհասկանալի է նորմալ մարդկանց համար Հետո լավ է լինելու վստահ եմ